Զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ վաղ առավոտից իրավապահների թիրախում Բագրատ Սրբազանն է, նրա գլխավորած պայքարի աջակիցներն ու դաշնակցությունը դիմակավորված անձինք են բերման ենթարկում Սրբազան պայքարի առաջնորդին։ Իրավիճակը լարվում է, երբ հավաքվածները փորձում են մոտենալ Գալստանյանին։ Իրավապահները Սրբազանի կեցավայրից տեղափոխել են տոպրակներով թղթեր, բարձրախոս, տարբեր իրեր։ Փաստաբանն ասում է, քրեորեն հետապնդելի առարկա չեն գտել ուժայինները։ Կատարվածին Սերգեյ Հարությունյանը մասկի շոու անունն է տալիս։ Մի բուռ մեխ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերել դա Հովանեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է այլ բան չէր կարող է տեղ լինել։ Խուզարկությունը 6 ժամ է տևել։ Իրավապահները մանրակրկիտ են ուսումնասիրել Բագրատ Գալստանյանի տունը։ Ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին։ ԱԱԾ-ն խուզարկել է նաև վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տունը, առգրավվել են հեռախոսները, հետո Էլիզաբեթ Պետրոսյանին, Հակոբյանի կնոջը հարցաքննել են Էրեբունու քննչական բաժնում վկայի կարգավիճակով։ Սրբազան պայքարը հաղորդում է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ձերբակալության մասին։ Բացի այդ, իրավապահներն առգրավվել են Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երեխաների հեռախոսները, պլանշետը, մի քանի փաստաթուղթ։ Խուզարկություններ են կատարվել դաշնակցության որոշ անդամների բնակարաններում։ Ձերբակալվել է նաև գնդապետ Միրան Մաղսուդյանը։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության Սրբազան պայքարի մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ահաբեկչական եւ իշխանությունը զավթելու գործողություններ։ Նշվում է, որ շարժման ղեկավարը մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ ձեռք են բերել միջոցներ եւ գործիքներ, ստեղծել պայմաններ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Կոմիտեն հայտնում է, որ խմբի անդամները հստակ պլանավորել են 24-ից 36 ժամվա ընթացքում երկրի բնակավայրերում ստեղծել անկառավարելի վիճակ, կատարել ահաբեկչություն Երևանում եւ հանրապետության ճանապարհներին։ Ըստ քննչական կոմիտեի պլանավորվածը չի իրագործվել, քանի որ ԱԱԾ աշխատակիցները դա բացահայտել են նախապատրաստական փուլում, որպես ապացույց էլ հրապարակել են ձայնագրություններ։ Մենք դրել ենք բանի վրա համոզենք, խարոզենք, երկու հոգու պատի տակ գնում ես, մի 15 հոգու դնում ես բանկը, սա գնում գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքյան, իրանք էլ ուրախ կրում են։ Գաղտնալսումներին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, ձայնագրությունները հատ առ հատ հրապարակելով ֆեյսբուքյան պատին։ Ձայնագրություններից մեկում խոսվում է մասնակիցների մասին, նշվում է, որ նրանց պետք է գործընթացի մաս դարձնել։ Անասուն ազգը, անասուն խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինի սեփականատեր եւ հիմնադիր։ Դա համար պետք է ասել ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, այ քո ձայնը լսվել է։ Ընդդիմության համար այս ձեռագիրը նորություն չէ։ Փաշինյանի մոտ որոշակի առնչթաց կա, որովհետեւ այլանդակ երեկվա բարապաշարից եւ դրա նախորդած օրերից հետո հիմա ընդհանրապես քաղաքական հետապնդումների մասին որոշակի գրառումներ է անում։ Երևի մեր հասարակության մեջ էլ այնց առանձնապես զարմացող մարդիկ չկան, որովհետեւ այս ընթացքը այս իշխանության ուղեկցվել է բռնություններով, ձերբակալություններով, քաղաքական հետապնդումներով։ Աուդիո ապացույցներին հաջորդեցին ֆոտո-վիդեո ապացույցները։ Կադրերում զենք զինամթերք է, պայթուցիկներ, փամփուշտներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ։ Նշվում է նույնիսկ, որ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել։ Ըստ քննչականի Բագրատ Գալստանյանը կտրականապես բացառել է ընտրություններին մասնակցելու եղանակը ու ասել, որ շարժման վերջնական նպատակը փոքրակազմ հարվածային խմբերի բռնի գործողություն իրականացնելն է։ Լրագրողների խնդրանքով արձագանք կա Մոսկվայից։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երկրում պետական հեղաշրջման փորձը կանխելու հայտարարությունն ասել է, որ դա Երևանի ներքին գործն է։ Մենք բնականաբար շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում պահպանվի օրինականությունը, հանգստությունը, որպեսզի Հայաստանը լինի բարեկեցիկ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ, հայտարարել է Պեսկովը։
Արթուր Հակոբյան, Իզաբելա Հովանիսյան, Էպիկենտրոն։